Հումորիստ և դերասան Աշոտ Ղազարյանն իր սոցիալական էջերում նոր լուսանկար է հրապարակել ցավալի լուր հայտնելով։ Նա գրել է հետևյալը. «Քո ազգանունը քեզ շատ էր սազում, Գյոզալյան։ Իսկապես, գյոզալական մարդ, գյոզալական հայր, գյոզալական ամուսին, գյոզալական պապիկ, գյոզալական հայ։ Աստված հոգիդ լուսավորի, գյոզալական ընկեր։ Ցավակցում եմ ընտանիքին, հարազատներին, մեզ բոլորիս։ Ափսոս իմ անուշ ընկեր, Արմեն ջան»։ Լուսանկարին կից գրել էր Աշոտ Ղազարյանը։ Մենք նույնպես ցավակցություններն ենք հղում ընտանիքի անդամներին և հարազատներին։ Հավելենք նաև, որ ամիսներ առաջ «Սրտի տանիքներով» հաղորդաշարի հերթական հյուրը դերասան Աշոտ Ղազարյանն էր, ով խոսել է մի շարք թեմաների մասին։ Star News-ն էլ հետևել էր զրույցին ու ներկայացնում է հետաքրքիր հատվածները։ Անդրադառնալով մանկության տարիներին, Աշոտ Ղազարյանը նշել էր. «Մարդուն մեկ-մեկ թվում է, որ այդ մանկությունը ինքը չի տեսել, չի ապրել, որովհետև այնքան երազի նման է գալիս ու գնում։ Ես շատ խեղճ եմ մեծացել, ճոխ պայմաններում չեմ ապրել, բայց այնքան քաղցր ու թանկ հուշեր ու տպավորություններ է թողել, որ մանկությունը միշտ երազով եմ հիշում ու ամենակարևորը, որ մնացել է ինձ իմ մանկությունից ծնողներիս տված դաստիարակությունն է, իմ մաքրությունը, նվիրվածությունը, մարդկանց սիրելն ու օգնելը», անկեղծացել էր դերասանը։ Աշոտ Ղազարյանը պատմել էր նաև իր և կնոջ տիկին Մելանիայի ծանոթության մասին։ «Ինքը 8-րդ հրաշալիքն է ինձ համար։ Ես իրեն շատ բանով եմ պարտական։ Ինքը նվիրված է ոչ միայն ինձ, այլև իմ գործին։ Ինձնից շատ ինքն է հուզվում։ Քույրս ապարանում բժշկուհի էր, ինքն էր նրանց հարևանն էր։ Որ ամառներ հարձակուրդներին գնում էի քրոջս տուն, իրեն տեսնում էի, դուրս գալիս էր, թմբլիկ, սիրուն, լավ աղջիկ էր և դպրոցում գերազանցիկ։ Բայց հետո անցան տարիները ու քույրս եկավ Երևանում ապրելու, իրենք էլ գնացին, ես էլ գնացի բանակ։ Բանակից որ վերադարձա, ամուսնանալս գալիս էր։ Ասացի պետք է ամուսնանամ։ Ու մի օր պատահական տեսա իրեն ու ամուսնացանք։ Մեր մեջ լուրջ վեճեր չեն եղել, ոչ ինքն է խանդել, ոչ ես, որովհետև իրար առիթ չենք տվել»։ Նույն հարցազրույցի ժամանակ Աշոտ Ղազարյանը հիշել էր նաև դերասանուհի Լալա Մնացականյանին ու նրա մասին խոսելիս Աշոտը նշել էր. «Իմ թույլ տեղին կպաք։ Ես, Հրանտը, Լալան դարձանք հարազատներ, ընտանիքի անդամներ։ Եթե հաճախակի չտեսնեինք իրար, գոնե զանգում իմանում էինք։ Լալան մեր մեջքը կոտրեց, ինձ ու Հրանտին անտեր թողեց։ Աստված թող հոգին լուսավորի, ինքը շատ սիրուն մարդ էր», հարցազրույցի ժամանակ անկեղծացել էր Աշոտ Ղազարյանը։ Սիրված հումորիստ դերասան Աշոտ Ղազարյանի թոռնուհին, երիտասարդ երգչուհի Անահիտ Ադամյանը Հայ լսարանին ճանաչելի դարձավ մի քանի միջազգային երաժշտական մրցույթներին մասնակցելուց հետո։ Անահիտը կարճ ժամանակում կարողացավ մեծ թվով հետևորդներ հավաքել սոցիալական հարթակներում, որտեղ ի դեպ բավականին ակտիվ է։ «Սրտի տանիքներով» հաղորդման շրջանակներում վերջինս անկեղծ զրույց է ունեցել, որին հետևել է Star News-ը։ Անահիտը խոսել էր ամուսնանալու դրա համար տարիքի մասին ու նշել, որ իր համար չկա հստակ տարիք, որը պարտադրում է ամուսնություն։ Երգչուհու խոսքով յուրաքանչյուրի մոտ անհատական է։ Իր դեպքում ինքը կարևորում է իր ֆինանսապես կայացած լինելը, սակայն հակառակ դեպքում խնդիր ևս չի տեսնում։ Անահիտը խոսեց տղամարդու իր իդեալի մասին, կարևորելով սուտասան չլինելը, քանի որ, ինչպես ինքն է նշում, մեկ անգամ սուտը պարզելուց հետո այլևս նույնը չի լինի։ Պետք է սուտասան չլինի, նշեց Անահիտն ու հավելեց հետևյալը. «Ես ու հայրս տարբեր բնավորության գծեր ունենք, բայց միևնույն է, այն տղամարդն ում ես կհավանեմ, պետք է հայրիկիս նման լինի»։ Նա մատնանշեց փաստը, ըստ որի ինքը պետք է միշտ լինի ուշադրության կենտրոնում։ Երգչուհու խոսքերով կարևոր է, թե օրվա մեջ քանի անգամ կզանգի նրան սիրելին, քանի անգամ կգրի։ Ինչպես ինքն է նշում. «Խայտառակ կարևոր դետալներ են, օրինակ, եթե տղան մի օր իրեն չգրի, հաց կերել ես, ոնց ես, տուն հասար, կամ քնել ես, բարի լույս ու բարի գիշեր, կամ օրինակ սրտիկ չդնի, դա երգչուհու համար մտածմունքների առիթ կստեղծի»։ Ուշադրության մասին խոսելիս Անահիտը հավելեց, որ էականը թանկ ու արժեքավոր նվերը չէ, այլ մինիմալ վերաբերմունքն ու ուշադրությունը։ Երգչուհին խոսեց նաև դավաճանության մասին։
Երբ ասում են, որ տղամարդը կարող է դավաճանել և դա նորմալ է, ինձ համար դա անընդունելի է, թեպետ նշեմ, որ նման հիասթափություն չեմ ապրել։ Թերևս այս հարցազրույցով էլ Անահիտը հաստատեց ամիսներ առաջ Star News-ի այն հրապարակումը, որ Անահիտն ու նրա սիրելին բաժանվել են։ Երբեմնի համատեղ ջերմ հրապարակումներն այլևս չկան։ Նրա էջերում չկան նաև նախորդ հրապարակումները։ Անահիտը նաև խոստովանել է, որ իր պապիկի անվամբ ճանաչում ունենալն ու մինչ օրս այդ փաստը հիշատակելն իրեն ուրախացնում է և ներքուստ երբեք անհանգստություն չի առաջացրել։ Որպես Աշոտ Ղազարյանի թոռնուհի ճանաչվելը ինձ երբեք չի կաշկանդել։ Ընդհակառակը, դա ինձ ուրախացնում է։ Ես միշտ ամեն տեղ ասել եմ ու կասեմ. ես Աշոտ Ղազարյանի թոռնուհին եմ ու ես հպարտ եմ։ Մեր ընտանիքում մրցակցություն չկա։ Ես կուզեմ, որ իմ ընտանիքում բոլորն ինձանից լավը լինեն։ Դրա համար ես շատ ուրախ կլինեմ։ Ես երկու կողմից առաջին թոռնիկն եմ եղել ու այդ պատճառով էլ ինձ շատ են երես տվել, բայց իհարկե, երբ սխալ կամ վատ բան էի անում, ինձ վրա բարկանում էին։ Ես դպրոցում հաճախ տեսնում էի, որ երեխաները մեղավոր են, բայց ծնողները միևնույն է չէին բարկանում նրանց վրա, փոխարենը պաշտպանում էին, իսկ մամաս ինձ վրա բարկանում էր, անկեղծացել է Անահիտը։ Քեզ ոչ ոք չի սիրի, ինձանից բացի, գալիս ես ու ասկենում, էդ քո հայացքով այրում, մարալի կայվածքով, հոգիս ես այրում, գալիս ես ու ասկենում, էդ քո հայացքով այրում, մարալի կայվածքով, հոգիս ես այրում, մարալի կայվածքով, ստե պաուզա, հոգիս ես Եթե կատարվեց առաջին և վերջին Չէ, վերջին չէ։ Կայացել եք Սրտիս կա